հարևան, բարեկամ, եղբայր, քույր, կին, աներձակ, չեք պատկերացնում դա ինչա։ Դրանք բոլորը ձեզնից պահանջում են, ձեզնից խնդրում են, ու եթե դուք հիմնավորում եք դա հնարավոր չի, բոլորը չեն հասկանում։ Իշխանությունը գիտեք Գևորգ սարսափելի ծանր բեռ է, շատ ծանր բեռ է։ Դուք այդ հասարակ գիտեք ինչքան դժվար է լինել Գիտեք ինչքան դժվար է, ասեմ Գևորգ, ինչքան դժվար է լինել իշխանավոր։ Արա դրան ձեռ չտակ, որտեղ ինքը բոլորին պետք է։ Շատերի կողմից ես դիտվում եմ որպես ճգնաժամային կառավարիչ։ Դուք։ Ես որպես ճգնաժամային կառավարիչ։ Այսինքն այնտեղ որտեղ շատ նեղն է, ինձ ուղարկում էին։ Ինձ առաջարկում էին։ Դե վարչապետությունը մի քիչ ավել 6 ամիս է տևել։ Հա, բայց այդ ամենածանր փուլն էր։ Դուք այն մարդկանցից էիք, այն գործիչներից էիք, ով հրապարակային կողմ արտահայտվեց այդ թեզին, դա ըստ էության Վազգեն Սարգսյանի առաջարկածին հակասող թեզ էր։ Բայց հետո, երբ որ Տեր-Պետրոսյանը գնաց, դուք դարձաք ազգային ժողովի նախագահ։ Ինձ զանգ տվեց երեկոյան ուշ Սերժ Սարգսյան, մենք հանդիպել ենք, ինքը նախնական ներկայացրեցին իրենց մտադրության մասին, ասացի, բայց կարծում եմ նման առաջարկություն այդպես փողոցում ոտքի վրա չեն կարող լինել, ասացի իհարկե, այդ դեպքում պայմանավորենք առավոտյան ժամին վարչապետի Ժանա Քոչարյան դեռ վարչապետ էր, վարչապետի աշխատասենյակում, բայց Դեմիրճյանը խոստացավ որ կմասնակցի, բայց Դեմիրճյանը չէ։ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը իրար ժպտալով, այսպես շամպայն գինու բաժակներով միմյանց ողջունում էին։ Իդեպ ես պետք է ասեմ, որ նույնիսկ ինձ հրավիրեցին իրենց, ես ասի չէ, սա ձեր հանդիպումն է, սա ձերն է, ոչ ոք պետք չի որ այնտեղ ներկա գտնվի։ Տեր-Պետրոսյանը եթե ուզենար կկարողանար կանգնեցնել process-ը, թե Վազգեն Սարգսյանը արդեն բավարար ուժեղ էր։ Հոկտեմբերի 29-ի ժամանակ ես Վազգեն Սարգսյանի կողքին էի նստած։ 27-ի 27-ի կներեք այդ ոչռագործը։ Ես Վազգեն Սարգսյանի կողքին էի միջապես ու լրիվ պատահաբար եմ կենթանի մնացել։ Ինձ անընդհատ մի հարց էր հետաքրում, ինչու։ Քոչարյանը սկսեց հասկանալ, որ ինքը чужой среди своих, это շատ կարևոր։ Քոչարյան վարչապետ ու Քոչարյան նախագահի մասին եմ։ Քոչարյան նախագահին մենք մղեցինք անկյուն։ Իսկ նա փորձեց այդ անկյունից ոնց որ ռուսերեն ասում են отстреливаться։ Ինչպես կարող էր։ Պարոն նախագահ, դուք ամենահերձորն եք, ամենագեղեցիկն եք, ամենալավն եք, ամենան եք։ Իսկ այդպիսի ասողներ կային ու քիչ չէին դրանք։ Այսինքն երբ որ կոմոդ ոչ թե պետական իշխանությունը, այլ արքունիկ պետությունը ես եմ։ Ձեր գնահատականը Տեր-Պետրոսյանը պետական գործիչ էր։ Այո։ Սիրում էր իրան զգում էր պատասխանատու, հետաբար իրան համարում էր տեր։ Սա էր տարբերությունը շատ-շատերից Վազգենի։ Քաղաքականության մասին ենք խոսում։ Ադրբեջանը ուներ այդ հնարավորությունը իրան այդ շռայլությունը թույլ տալու, մենք չունենք այդ հնարավորությունը։ Լավ, փոխարենը մենք ում նախագահ բերեցինք։ Արմեն Սարգսյանին որտեղից։ Աստված գիտի որտեղից։ Աստված գիտի որտեղից։ Հետո Աստված իմացավ որ ոնց։ Մի րոպե, մենք չենք գիտակցում։ Ռուսաստանը գոնե կարող էր հասկանալ, որ այս մարդիկ Ադրբեջանը, այո, ձեր ասած պատճառներով իր հետ չի համագործակցում այնպիսի ինտենսիվությամբ, ոնց որ Հայաստանը։ Հիմա հարց, ինչու էր ձեր վերաբերմունքը ձեր գործընկերոջ, ռազմավարական գործընկերոջ եւ ոչ ռազմավարական, ոչ գործընկերոջ համար սիմետրիկ։ Կա ըստ էության թրիպից բացի ու ձեր նախագծից բացի եւս երկու նախագիծ։ Առաջին նախագիծը պայմանականորեն ասած, դա եթե չեմ սխալվում, ՀԱԿ-ի նախագիծն էր կամ ՀԱԿ-ը վերջում սկսեց ավելի ակտիվ խոսել այդ մասին։ Խոսքը Իրան Հայաստան երկաթգծի մասին է, Մեղրիով, ու դրա շրջանակներում կոնսորցիում սարքել BRICS-ի հետ։ Ու BRICS-ի միջոցով փորձել հակակշռել TRIP-ը։ Երկրորդ նախագիծը Քոչարյանի նախագիծն է, որն ասեց, եկեք TRIP-ը մի քիչ երկարացնենք, հասնենք երասխ, որ մենք փորձենք երասխից կապվել Իրանի հետ։ Հա, չօգտագործենք Բազարե Սինանյանին։ Մենք ունենք ամենատարբեր ոլորտներում Սփյուռքում։ Այնպիսի դերակատարներ, այնպիսի ներկայացուցիչներ հայազգի, որոնք որ ամբողջ պետությունների ճակատագրեր են դուցել։ Մենք իրանցից էլ ենք վախենում։
Դե գալատ ենք անում վախենում ենք։ Մենք տենց որ ունենք սեփական շվակից է կսենք վախենալ։ Զորավար Անդրանիկը Ֆրեզնոյում բեռնատար էր քշում, Զորավար Անդրանիկը Նժդեի մասին չեմ ուզում խոսամ։ Լևոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, չեմ ուզում մեր քաղաքապետարներից խոսամ, Սամվել Կարապետյանը ինչի՞ չէ որ։ Այսինքն մարդիկ, որոնք որ պիտի գնահատվեին ու պիտի իրանց գործնեությամբ իրանց հետևից մարդկանց տանեին։ Վիկտոր Համբարձումյանն ենք մենք ունեցել, ո՞նց մահացավ։ Վայել Մկրտչյանն ենք ունեցել, ո՞նց մահացավ։ Մենք տեր կանգնում ենք մեր հերոսներին։ Իսկ ինչի՞ պիտի հերոս ծնվի։ Եթե Հայաստանը չգիտակցի, որ ինքը նախ եւ առաջ հոգեվոր պրոյեկտ է, ապա նա կդառնա արևմուտքի շուկայի սովորական խանութպան։ Իսկ այդպիսի խանութպաններ լիքն են։ Խորհրդային տարիներին ավելի շատ էր մտավորականության ազդեցությունը եւ նաեւ սեփական պատասխանատվության գիտակցումը, քան այսօր։ Հայրասպանությունն է դառնում սերնդափոխության միակ ճանապարհը, հասկանում եք ոնց որ բանն էր ասում։ Մեր անկախության ողջ շրջանում մեր հասարակությունը տառապել է մի արատով արդարության դեֆիցիտ։ Ու այդ արդարության դեֆիցիտի աղբյուրը միշտ եղել է իշխանությունը։ Դաղալը եղել է իշխանությունը, ոչ թե հասարակությունը։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Այսօրվա իշխանությունը ընդհանրապես դաղալ բառը շատ մեղմ բանաձևում կլիներ։ Մենք ունակ չենք դասեր քաղելու։ Մենք զահալա չունենք դասեր քաղելու, հասկանում եք։ Մենք ալարում ենք դասեր քաղել։ Որտեւ եթե դու ուժեղ ես, հանդուրժող ես։ Եթե դու չես հանդուրժում, ուրեմն այլևս թույլ ես։ Ուրեմն այլևս արգումենտ չունես։ Եթե առաջի դեմքը լսել չգիտի, անիմաստ է նրա այդ աշխատել։ Մենք չենք քննադատում, Գևորգ, մենք սպանում ենք, մենք ոչնչացնում ենք, մենք ուզում ենք ջնջենք։ Հեսա տես ինչ օրն եմ դնում։ Всё, վերացրեցին, գնաց անցանք առաջ, հաջորդին վերացնելու ժամանակն է։ Մենք անընդհատ կորցնում ենք որակ, որտեղ մենք այս ժողովրդին պարտք ենք մնացել։ Ես այս ժողովրդին պարտք եմ։ Պետություն եմ պարտք։ Ոչ մի կերպ չեմ հասկանում ընդդիմադիր այն ուժերին, որոնք իրենց քաղաքականությունը ձևավորում են ատելության վրա, իշխանության հանդեպ լոկ ատելությամբ։ Այդպես քաղաքականություն չի լինի։ Ես չեմ ասում սիրել նրանց։ Առաջնորդը ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր իշխանական մի առանձնահատկությամբ է արտահայտվում, դրսևորվում, միավորման կարողությամբ։ Ցանկացած պարագայում, եթե որևէ մեկը բսկտում է, իր ժողովրդի հանդեպ դրսևորում է բաժանիր որ իր սկզբունքը, ինքը արդեն դավաճան է։ Առաջնորդը նա պետական մտածողությունի նա, ով կարողանում է սարքել մեկ միավոր, մեկ ամբողջություն։ Մենք պետության մասին ենք, քաղաքականության մասին չենք։